Մարիամ Դալաքյանը հարցնում է. իսկ տարվա մեջ քանի անգամ կարող է օգտվել բուժառուն ապահովագրությունից։ Սա մեկ հարց եւ երկրորդ հարցն էլ տամ։ Անի Ավետիսյանը հարցնում է շատերին հետաքրքրում է հստակ ցանկը, ինչն է ներառում ապահովագրության փաթեթի մեջ։ Այս երկու հարցին պատասխանեք, հետո էլի կշարունակենք։ Ուրեմն ընդհանուր ապահովագրական փաթեթի տարվա առավել շեմ չկա, այսինքն մեկ անձի վրա տարվա մեջ ինչքան գումար պետք է ծախսվի, այդպիսի առավել շեմ չկա, ընդհանուր քանակային ապահովագրության շրջանակներում ծառայություններ ստանալու էլի շեմ չկա, բայց կա ամեն կոնկրետ ծառայության համար, այո, կան դեպքերի սահմանափակումներ, օրինակ բերեմ, արտահիվանդանոցային կարգով MRT հետազոտության տարվա 2 դեպք ենք փոխհատուցում։ Դրանից ավելը արդեն ապահովագրական փաթեթից դուրս է։ Ինչպես ասեցի, նեղ մասնագետի 2 խորհրդատվություն։ Այո, ամեն ծառայության որոշակի շեմեր կան եւ ունենք առավել փոխհատուցման գներ։ Եվ դրանից ավել չենք փոխհատուցում արդեն կոնկրետ ծառայության արժեքը։ Երկրորդ հարցը ես այսօր խոսք եմ տալի մանրամասն վիդեոյով ցույց տալ ինչպես մտնել եւ ինչպես փնտրել որ ծառայությունը կա, որ դեղը կա եւ ինչպես տեսնել այդ ծառայությունը որ բժշկական կենտրոնում ստանան։ Կարծում եմ սա հարցերից էլ երևում է որ սրա կարիքը կա։ Շատ լավ։ Սիրելի հայրենակիցներ, մեզ